պաշտոնանկություններ կլինեն, թե չէ։ Բայց Փաշինյանը արել է այդ հետևությունները, Տիկին Գալյան։ Արդեն ոնց է վերդիկտ է կայացնում։ Վարչապետը հետևություններ արել է, շատ լավ է արել։ Ես չեմ կարող հետևություններ անել եւ այդ հարցի պատասխանատուն ես էլ չեմ, որ հետևություններ անեմ։ Որ ամեն այսպիսի դեպքից առաջ Ազատի դեպքը, չգիտեմ, Սուրմալունես մեկը, Նիկոլ Փաշինյանը իր դիրքից ելնելով, չասեմ չարաշահելով, գնահատականներ է տալիս, որը կարծես ուղղորդում է իրավապահ մարմիններին, թե ինչպիսի ընթացք պետք է ստանա քրեական գործը։ Դե արդեն ասում ով է մեղավոր, միանգամից մեղավորներ է նշանակում։ Ազատի դեպքով էլ պես արեց, ասում չէ, սա պայթյուն է, այն մյուսը չգիտեմ դիտավորությունն է, մյուսը վարկածներ է առաջ քաշում։ Որը ուղղորդում են, իր գիտություն են ստանում։ Վարկածը յուրաքանչյուր վարկած ապրելու իրավունք ունի։ Կներեք 1000 անգամ, բայց եթե դա վարչապետն է ասում, կներես վարչապետն է ասում դա։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ առաջադրված վարկածները օբյեկտիվ իրականությունից շեղում ունենան։ Այսինքն, եթե մենք պայթյունի ձայնը լսել ենք, եղել է պայթյուն, ասել, որ եղել է պայթյուն, դա դառնում է վարկած։